Կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին շարունակում է մնալ մեր հասարակության չլուծված խնդիրներից մեկը։ Իսկ ինչպիսին է պատկերը Վայոց ձորի մարզի Շատին համայնքում։ Այստեղ կարծես թե երևում են խնդրի լուծման հեռանկարները։ Շատին համայնքի երիտասարդները հանդիպման ժամանակ քննարկեցին տարբեր հարցեր։ Տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքից մինչև համայնքի զարգացման ուղղված նախագծերի ներկայացում։ Ես կցանկանայի, որպեսզի մեր համայնքում ստեղծվեին street art-ի նմուշներ, քանի որ մեր համայնքում առկա են ոչ վառվող կառույցներ եւ երիտասարդներին համախմբելու եւս մեկ գաղափար կցանկանայի, որ իրագործվել, դա երիտասարդական ակումբի ստեղծումը։ Համայնքը «Ես եմ» ճամբարի մասնակից Դավիթը ներկայացրեց ծրագրի բուն նպատակը, խոսելով թիմ աշխատանքներում կանանց ներգրավվածության խնդրի մասին։ Տեղի ունեցել ճամբարը ուրեմն օգոստոսի 15-ից 22-ը ժամանակահատվածում ուրեմն ջերմուկի։ Ինչն էր ճամբարի իմաստը երեխեքյան։ Բոլորս, ասենք, համայնքի ներկայացուցիչ լինելով, մի քիչ ակտիվ լինելով, հետաքրքրված ենք, չէ՞, համայնքի կյանքով։ Երիտասարդներն էլ այն կարծիքին են, որ խնդիրը շուտապույտ լուծման կարիք ունի։ Ասում են, որ կանայք իրենց գաղափարներով տարբերվում են տղամարդկանցից։ Կանայք կարող են տղամարդկանց ավելի մտքեր առաջ քաշել եւ այդ մտքերն իրականացնելու համար երգեր ունենալ փնտրել։ Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը համոզված է, հասարակության ներսում խնդիրներ առաջանում են թե կանանց, թե տղամարդկանց խնդիրների հանրագումարից։ Վերջերս Շատին համայնքում տեղի ունեցան թիմ ընտրություններ։ Դուք նշեցիք, որ շատ կցանկանաք թիմի կազմում տեսնել նաև կանանց, ովքեր ներգրավված կլինեն ձեր աշխատանքներում։ Ըստ ձեզ, որքանով դա լավ կանդրադառնար Շատին համայնքի կյանքում եւ ինչ աշխատանքներ եք նախատեսում առաջիկայում կանանց ներգրավվածության բարձրացման հետ կապված։ Կանանց ներգրավվածությունը ես կուզենայի հատկապես տեսնել ավականների ցանկում, որովհետեւ ավականին ոչ միայն որոշումներ կայացնելու հնարավորություն ունի, այլ նաև ուղերձներով հանդես գալու հնարավորություն ունի։ Եթե ավականի ցանկում մենք ունենանք կանանց, խնդիրները հասարակությունում առկա, որոնք կարող են թաքնված լինել, այն պատճառով, որովհետև խնդիր կա, որոնք միայն կանայք ցանկաճայտնի։ Համայնքապետի խոսքերով նախ պետք է լրացնել մասնագետների պակասը։ Դրա արդյունքում կանայք կհամալրեն թիմ աշխատանքների մասնակիցների շարքերը։ Աշխատակազմում աղջիկներ ունենք, որոնք շատ խնդիրներում արդեն ես հասկացել եմ, որ այդ խնդիրը ջրի երես, այսպես ասած, դուրս չէր գա, եթե այդ աղջիկները չլինեին։ Իսկ ինչ վերաբերում աշխատակազմում կին ունենանք, այստեղ կոնկրետ մասնագիտությունների ցանկ կան, այդ մասնագիտությանը տիրապետող գլխավոր մասնագետ հաշվապահ, գլխավոր մասնագետ ֆինանսիստ համայնքում այդպիսիները չկան, բայց հուսով եմ տարիների ընթացքում ունենանք նման մասնագետներ եւ կներգրավենք համայնքի կառավարման գործընթացում իրենց։ Իսկ ըստ ձեզ, ինչու՞մն է խնդիրը, որ ներկայումս վերջին ընտրությունների ժամանակ կանայք չառաջադրվեցին որպես ավականու թեկնածուներ։ Կանայք չառաջադրվեցին, ճիշտ եք նկատել, բայց կանայք, ասենց ասած, իրենց արածը արեցին։ Շատ ակտիվ եղան նախընտրական փուլում, ընտրությունների ընթացքում շատ ակտիվ եղան։ Ինձ թվում է, սա ավելի շուտ տեղային լոկալ խնդիր է։ Կանայք սովետական ժամանակներում շատ ավելի ակտիվ են եղել մեր համայնքում։ Ինձ թվում է դժվարությունների հետևանքն է սա։ Սովետական միության փլուզումից հետո կյանք շատ ավելի դժվարացավ որոշակի ժամանակ կախված եւ այդ դժվարությունները բոլորը տղամարդիկ վերցին իրենց ուսերին, բայց կյանքը քանի որ գնալով բարելավում է, ինձ թվում է այդ խնդիրը ժամանակի ընթացքում կվերանա։ Վերջը կառավարում է կառավարիչը բավականին ստրուկտուրի առումով բարդ գործ է։ Դժվարությունը տղամարդիկ վերցին իրենց ուսերը եւ դարձավ ռեֆլեքս, բայց քանի որ կյանքը գնալով բարելավում է, Դավիթ, ինձ թվում է ընթացքում այդ խնդիրը կվերանա։ Մենք պիտի մեզանից կախված անենք ամեն ինչ, որպեսզի կանանց ներգրավենք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Խոսելով համայնքում աշխատատեղերի հետ կապված խնդիրների մասին, Տիգրան Խուդոյանը կարևորեց դրանց թվի ավելացումը եւ ներկայացրեց ապագա ծրագրերից մեկը, չբացելով փակագծերը։ Ես ամենայն դեպս համարում եմ, որ Շատին համայնքում ամենակարևորը աշխատատեղերի ստեղծումն է եւ ավելի լավ կլինի, որ ստեղծենք այնպիսի աշխատատեղեր, որտեղ կարողանան աշխատել կանայք։ Առաջիկայում մեր ծրագրերի մեջ այդպիսի նպատակ ունենք։ Ամենաբարձր ատյաններում այդ հարցը բարձրացվել է, խոստացել եմ, որ
այդ հարցով մեզ կօգնեն։ Հիմա բանակցություններ են գնում ներդրողների հետ, որպեսզի կարողանանք Շատին համայնքում ստեղծենք կանանց համար, նախատեսենք ստեղծենք աշխատատեղեր։ Գործը կարելի ասել կեսի չափով արված է, ուղղակի հիմա չշտապենք, ժամանակից առաջ չընկնենք, բայց հուսանք, որ այդ գործը ի վերջո կարվի։ Շատին համայնքի ավականու անդամ Նորայր Մարտիրոսյանը նույնպես բարձր է գնահատում կանանց ներգրավվածությունը թիմ աշխատանքներին։ Նրա կարծիքով դա նպաստելու է հասարակության մեջ կնոջ դերի մեծացմանը։ Այդ դուք ինչ եք կարծում, թիմ ընտրությունների ժամանակ կանայք չկային ներգրավված։ Ոնց եք մտածում, ինչու՞ն է խնդիրը։ Այո, շատ ճիշտ եք նկատել, մեր ընտրությունների ժամանակ կին ավականու անդամ չկար եւ ոչ թե այս անգամ, այլ անցած տարիների ընտրությունների ժամանակ չի եղել կին տեխնացուներ։ Դա շատ վատ երևույթ է, որ ցանկալի է սրանից հետո ընտրությունների ժամանակ լինեն կին տեխնացուներ։ Շատ կարևոր է, որ հասարակության մեջ արդեն կնոջ դերի մեծացումը ավելի մեծ լինի եւ վեր կհանեն համայնքում խնդիրներ, որոնք տղամարդկանց աչքերից բաց թողում է եղել։ Կարելի է աշխատանքներ տանել մեր երիտասարդ ուսանողների հետ հանդիպման շնորհիվ, նաեւ ուսանողներին ներգրավել այս խնդրի մեջ եւ ուսանողների միջոցով, քանի որ մեր ապագա մեր ուսանողներն են, աղջիկ ուսանողներին ներգրավել այս գործընթացում, միգուցե ընթացքը արդեն փոխվի։ Երիտասարդության ակտիվությունը հասարակական կյանքի զարգացման գլխավոր գրավականն է, իսկ Շատին համայնքում երիտասարդները համախմբված են այդ գաղափարի շուրջ։